Պարոն Մաղսուդյան, ձեր ընկերները դատարանի բակում կատակում էին նոր կապված գրավի փոփոխման հետ, ասում էին Պուտիովկան որտեղ են բաժանում, բայց ես նաև տեղեկացա, որ ձեր նկատմամբ դատարանը հայց է ներկայացրել, բայց ոչ այս դրվագով, Պաշտպանության նախարարությունն է դիմել դատարան, ձեր նախկին ուղղություն եք դուք իրականացրել, հիմա պահանջում են վերադարձել գումարի, դա կապված է եղել, եթե ես չեմ սխալվում, Ազատի Զորամասի կացարանի հրդեհի դեպքի հետ, դուք դրանից հետո ազատվեցիք պաշտոնից, քանի որ տվյալ կորպուսում էիք աշխատում, նախ կասեք ըստ էության հայցը ինչի հետ է կապված։ Այդ հայցը կապված է այն բանի հետ, որ հետ ուսումնական Մոսկվայում գլխավոր շտաբի ակադեմիան սովորելուց եմ եղել, դատարան են դիմել։ Ես 23 թվականին Ազատի դեպքից հետո հոսպիտալում պարկած եմ եղել, ինձ անօրինական պաշտոնից ազատել են։ Անօրինական պաշտոնից ազատելուց հետո ես դիմել եմ դատարան, Առաջացյան դատարանում, չգիտեմ, Պապիկյան Սուրիկի ես չեմ կարող իրեն ասեմ պաշտպանության նախարար, ես իրան ընդհանրապես ասեմ ուսուցչի թեթև ձեռքով, ես թեթև ձեռքով Առաջացյանում դատս պարտվել եմ եւ դրանից հետո իրենք են հայցադիմում ներկայացրել, որ հետ ուսումնական Մոսկվայում սովորելու 4.5 միլիոն գումարը ես պետք է պարտավորված եմ հետ վճարեմ պետությանը։ Զարմանալին նա է, որ իրենք ինձ ազատելով պաշտոնից հիմա փորձում են այդ գումարը ինձանից հետ գանձեն, բայց ես իրենց դիմել եմ, որ ես այդքան պետությանը պարտավորվածություն ունեմ եւ չեմ կարող այդ գումարը վճարեմ եւ պատրաստ եմ շարունակեմ։ Ու այդքանից հետո ինձ ծառայությունից հեռացրել են, սենց այսպես ասեմ, կադրերի վարչության պետ կա, մի հատ չեղած կադրերի վարչության պետ կա, որ սահմանում մի օր չի ծառայել, դա Ստեփանյան հրաշքն է, որ այս վերջում 5 հոգի գեներալ Կիրանցի հողերը հանձնելով ինքն էլ արժանացավ գեներալի այդ անարժան կոչմանը, որ կրում այդ ուսադիրները, գալու է ժամանակը, որ ինքը պատասխանա տալու իր արարքի համար եւ իր ներկայացրած այս պաշտպանության նախարարի հետ միասին համատեղ մի հատ պլան մշակեցին, այդ պլանով ինձ պաշտոնից ազատելու համար, որը որ կապ չուներ ոչ մի բանի հետ, ես հոսպիտալում պարկած ինձ պաշտոնից հեռացրեցին եւ հիմա փորձում են այդ գումարը գանձել ինձանից։ Ես 19-ից 21 թվականն եմ սովորել, 19-20 թվականի պատերազմում մեր կամավոր հետ եմ եկել, մասնակցել պատերազմին, հետ վերադարձել Մոսկվա շարունակել ուսումս։ Հասկանամ հայցի հիմքում ինչն է, դուք գնացել եք, ուսումը ստացել եք, եկել եք, վերադարձել եք հայրենիք, դուք մասնավորապես, որ դուք չեք դիմում գրել դուրս գալ զորքերից։ Հենց հարցը դա է, որ մեր պետության մեջ արդարադատություն չկա, Առաջացյանում դատավորը մերժել է իմ հայցը, հիմա այդ ամեն ինչից հետո իրանք են փորձում ինձանից պահանջեն գումարը։ Եթե ես առաջի օրից եմ ասել, որ այստեղ այս գործով մեր Հայաստանում արդարադատությունը բռնաբարված վիճակում է։ Դրա համար մենք գտնվում ենք այստեղ, այսօր այս դատարանում քարշ են գալիս։ Պարոն Մաղսուդյան, Իրանցի սահմանազատությունից նաև խոսեցիք, Նիկոլ Փաշինյանն էլ էր անդրադարձել դրան միջազգային ատյաններում, նշել էր, որ 2024 թվականի ապրիլին հասել էինք մեր պետության եզրագծին եւ եթե չկատարեին այդ քայլը, խոսքը սահմանազատման եւ սահմանագծման մասին է, մենք կորցնելու էինք մեր պետականությունը, անդրադարձել էր նաև Բագրատ Սրբազանին, Սրբազան պայքարին, նշելով, որ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականը սկսել էր մի շարժում, որը ըստ էության կոնֆլիկտի շարունակությունն էր, Ղարաբաղյան հարցը նկատի ուներ եւ նաեւ դեմ էին, ասում է, սահմանազատմանն ու սահմանագծին։ Այդ շարժումը եթե Բագրատ Սրբազանը չէր սկսել, մնացած հողերն էլ պետք է հանձնվեր։ Այդ շարժումը ընդհակառակը կայնացրեց այդ մնացած Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բախուդարու եւ մնացած Տիգրանաշեն գյուղերի հանձնումը, թեպետ ընտրությունից հետո կհանձնվի, ոնց պլանավորել են իրենք, այդպես է շարունակվելու է։ Իսկ Սրբազան շարժումը սկսվեց, հենց կայնացրեց այդ ամեն ինչը։ Կիրանցի հողերը հանձնվեցին,
հանձնվեցին, այն ինչ որ ասում են 60 հեկտար հող, որ մնացել է հակառակորդի կողմ, Կիրանցիները միջի հիմա չեն կարող մշակեն, դա փաստ է, դա իրականություն է։ Իսկ ձեզ ինչու սահմանազատումն ու սահմանագծումը այս պահին չի շարունակվում, եթե օրինակ այն մարդիկ, ովքեր խանգարում էին ըստ իշխանությունների, հիմա կամ կալանավայրում են, կամ տարբեր խափանման միջոցներ են կիրառվել։ Խանգարողները Բագրատ Սրբազաններ, մենք ենք եւ մնացածները, մենք այսօր գտնվում ենք դատարանում։ Եվ ով ասում, որ սահմանազատումը կայացրել են։ Մնացած սահմանազատման խնդիրները շարունակելու են։ Ես ասում, հանձնվելու է մնացած գյուղերն են, մնացած սահմանազատումներն են։ Իրանք անելու են, հասնելու են իրենց նպատակին։ Իդեպ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում զորահանդես է լինելու մեր ունեցած նոր գնված սպառազինությունն ի ցույց տալու։ Չեմ կարող ասեմ, ցուցադրեն կտեսնենք ինչ են ցուցադրում։ Չէ, ոչ, փորձում են նախընտրական ինչ որ քարոզությամբ զբաղվեն ժողովրդին, ասեն որ մենք ուժեղ ենք։ Ցուցադրեն, մենք ինքներս կտեսնենք ինչ են ուզում ցուցադրեն։